Պարոն վարչապետ, ըստ էության դուք ասում եք բալանսավորված քաղաքականություն, բայց ոնց որ թե Մոսկվային Հայաստանի հայտարարությունը այդքան էլ չի գոհացնում, եթե ասում են պետք է ընտրություն կատարեք։ Ի վերջո այս հայտարարությունը դուք ոնց եք դիտարկում, հնարավոր է սա արդեն որոշում կայացնելու ինչ-որ պահ է հասունանում, եւ եթե այդպես է, որն է լինելու Հայաստանի դիրքորոշումը, եւ երկրորդ հարցս կապված է մի խնդրի հետ, կապված է մի հարցի հետ, որի հետ կապված իրավապահները պրոցես չնախաձեռնեցին, չնայած դիտորդական կազմակերպությունները ասում են, որ Գյումրիում այդ տեղի ունեցավ խաղաղության ձայնխորագրով եւ որը ֆինանսավորվում էր Fast Bank-ի կողմից, ըստ էության համարում են, որ դա կուսակցական միջոցառում է, որը կատարվեց այդ բիզնես գործարարների միջոցներով։ Դուք այստեղ խնդրահարույց որևէ բան չեք տեսնում, պարոն վարչապետ, որտեղ ակնհայտ է, որ միջոցառումը դիտորդների կուսակցական բնույթ ուներ։ Միջոցառումը նվիրված էր հյուսիս-հարավ ճանապարհի պաշտոնական բացմանը եւ այդ առիթով էր հրավիրված, եթե համարում եք, որ հյուսիս-հարավի կառուցումը կուսակցական միջոցառում է, կարող ենք նաեւ դա համարել կուսակցական միջոցառում, բայց կարծում եմ, որ հյուսիս-հարավի աշտարակ Գյումրի հատվածի կառուցումը դա պետական մակարդակի եւ նշանակության միջոցառում է եւ այնպիսի միջոցառում է, որը արժե որ նշել, ես ինչքան տեղյակ եմ, նաեւ համերգի կազմակերպմանը մասնակցել են այն ընկերությունները նաեւ, ովքեր մասնակցել են շինարարական աշխատանքներին եւ դա շատ մեծ իրադարձություն է եւ չեմ կարծում այդ մեծ իրադարձությունը արժե տեղավորել կուսակցական շրջանակներում։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, դեռ եմ ասում, մենք իհարկե լսում ենք, հետևում ենք, բայց ես երկու սկզբունք կարող եմ ասել։ Մենք ինչպես եւ նախկինում ասել ենք, մենք չենք ներքաշվելու վիճաբանության, լեզվակռվի մեջ եւ մենք բոլոր հարցերը քննարկելու ենք աշխատանքային պայմաններում առանց լրացուցիչ նյարդի, բարեկամության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում եւ ելի եմ ասում, եթե մենք գնահատենք, որ մեր որոշում կայացնելու պահը հասունացել է, մենք չենք սպասի, որ ուրիշները մեզ ասեն, որ որոշում կայացնելու, որտեղ դա ի վերջո մեր որոշումն է, չէ՞։ Մենք ավելի լավ գիտենք, երբ է այդ որոշում կայացնելու պահը։ Փաստն այն է, որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, փաստն այն է, որ մենք ընդունել ենք Եվրոպական օրենք եւ փաստն այն է, որ այդ երկու փաստը համատեղ իրար հետ գոյություն ունեն։ Այդ նշանակում է, որ այդ երկու փաստերը իրար համատեղ գոյություն կարող են ունենալ եւ երեք գոյություն ունեն այդ փաստերը իրար հետ, այսօր էլ գոյություն ունեն։ Եվ փաստը խոսում է իր մասին։ Եվ մենք ամենայն հարգանքով եւ գնահատանքով ներոզ գործընկերների հետ առանց նյարդի բոլոր հարցերը կքննարկենք, կպարզաբանենք։ Ելի եմ ասում, մենք որևէ այլ երկրի առավել եւս Ռուսաստանի Դաշնության շահերին վնասելու խնդիր ոչ ունեցել ենք, ոչ ունենք, ոչ էլ կունենանք։ Եվ մենք առավել եւս չունենք մեր երկրի շահերին վնասելու խնդիր եւ բնականաբար չենք կարող մեր մտքով նույնիսկ անցկացնել նման բան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։